Բարև ձեզ եթերում բացարձակ արժեքն է, իսկ այսօրվա իմ հյուրը ծննդաբան, բլոգեր, իրավաբան Գայանե Հովհաննիսյանն է։ Ողջույն Գայանե։ Ողջույն Անահիտ ջան։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հաղորդմանս մասնակցելու հրավերը։ Ես եմ շնորհակալ ինձ հյուրընկալելու համար։ Վստահ եմ ձեզ այս տեսանկյունից շատերը ցանկանում են տեսնել եւ վստահ եմ նաեւ, որ հետաքրքիր ու ինչու՞ չէ նաեւ որոշակի առումով ուսուցողական զրույց ենք ունենալու միասին։ Ես էլ շատ հուսով եմ։ Գանը եւ ինձ եւ նաեւ ձեր հետևորդներին հետաքրքիր է ձեր գործունեության սկիզբը։ Գանեն, ով ուներ իր ցանկությունները երգչուհի դառնալու, հայրիկի հորդորով դարձավ իրավաբան։ Եկեք վերադառնանք կյանքի ձեր այդ փուլ ու հետո արդեն շարունակենք։ Ես իրավաբանի մասնագիտությունը միշտ շատ եմ սիրել եւ դիտարկել եմ, բայց քանի որ շատ փոքր տարիքից երգով եմ զբաղվել, համերգների եմ մասնակցել, միշտ կարծել եմ, որ կարող է պապան համաձայնվի եւ ամեն դեպքում հնարավորություն լինի երգով զբաղվել, համերգներ ունեցել եմ, ներկայացումներին մասնակցել եմ մյուզիկլներին, բայց երբ որ եկա որոշում կայացնելու պահը, ինձ չարգելեցին, բայց ինձ ասեցին, որ դու տեսնում ես հեռանկար չկա Հայաստանում ու քո ընտրությունն է, որ հետո չստացվի, մեզ չմեղադրես, դե բնականաբար 17 տարեկան շատ լարվեցի ու միշտ էլ դպրոցում շատ լավ եմ սովորել, ասի չէ, պետքա երկուսն էլ զուգահեռ կշարունակեմ, բայց իհարկե իրավաբանության հետ զուգահեռ ինչ որ բան ուսումնասիրելը չստացվեց ու ընդունվեցի իրավաբանական բաժին Սլավոնական համալսարանի։ Գանե, տպավորություն է, որ դեռ մանկուց ձեզ դուր է եկել այդ հայտնիությունը։ Երգով չստացվեց, դա էր պատճառը, որ որոշակի առումով ձեզ գրավեց նաև այս դարի ամենապահանջված, այսպես ասած, մասնագիտությունը։ Բլոգը իմ կյանքում շատ մեծ տեղ ունի, քանի որ բլոգը ստեղծել եմ նրա համար, որ իմ մոտիվացիան չկորցնեմ։ Ես ունեմ միացան շատ մեծ կարևոր գիծ, որ եթե խոստանում եմ ինչ-որ մի բան, ինչ գնով էլ լինի, ես այդ խոստումը կարդարացնեմ, ու երբ որ ես բլոգում իմ նիհարելու այդ սկզբնական շրջանն էր, խոստացա, որ ցույց կտամ, թե ոնց եմ ես հասնում արդյունքի, ու ցույց տվեցի, որ ես զուգահեռ իմ գործունեության ընդունվել եմ Սննդաբանության միջազգային դպրոց, ես ինչ գնով էլ լիներ նիհարելու էի, քաշս կորցնելու էի, ու բլոգը այդպես ինձ դարձավ մոտիվացիայի աղբյուր, բայց հա, ես փոքրուց շատ եմ սիրել այդ ուշադրության կենտրոնում լինել, երբեք չեմ կաշկանդվել բեմից, շատ հավեսով երգել եմ, միշտ շատ սիրել եմ ու բեմ դուրս գալու պես ես լրիվ ուրիշ մարդ եմ դառնում, շատ sense մոռանում եմ ինչա շուրջս կատարվում։ Ինչպես եղավ առաջին քայլերը։ Տեսեք, դուք նշում եք, որ ձեզ համարել էր դա մոտիվացիայի աղբյուր։ Ինչպես եղավ, որ առաջին անգամ վերցրեցիք ձեր հեռախոսը եւ որոշեցիք, որ պետք է սկսեք։ Արդյոք չկար այդ ցայտ, նոտը կստացվի, չի ստացվի, կքննադատվեմ։ Չէ, ինձ բոլորը գիտեն պատմություններով նիհարելու մասին, բայց իրականում իմ բլոգի առաջին մի քանի հոլովակը եղել է իմ ու ամուսնուս ծանոթության մասին։ Հետո կտրուկ այդ բլոգս դադարեցրեցի, որտեվ քաշս շատ բարձրացավ, ես ինձ արդեն դիսկոմֆորտ էի զգում, ու երբ որ վերադարձա բլոգ, վերադարձել եմ բացարձակ, հիմա որ նայում եմ նախկին հոլովակներս, զարմանում եմ, որ ինձ հետևել են առհասարակ, որովհետև սենյակում նստած ինչ որ անհասկանալի ֆիլտրով, որ լրիվ դեմքս փոխում է, շատ վատ լուսավորությամբ, ես խոսում եմ նրա մասին, կարամ 4 րոպե խոսեմ, 5 րոպե խոսեմ, մարդիկ նայել են։ Երևի այն պակաս ինֆորմացիան, հա, որ օրինակ, չգիտեմ, 5000 դիտումը քիչ կամ 10,000 դիտումը քիչ էր, ես որ տեսնում եմ այդ թվերը, ես չէի գիտակցում, որ դեռ կարողա չի ստացվում ինձ մոտ։ Ու երևի թե շատ քիչ է բլոգերներից ում սիրեցին, ինձ լավ բաներ շատ էին գրում, ճիշտ է, գրում էին մեկ-մեկ, որ դու դեռ նիհարի, նոր մեզ պատմի ոնց նիհարես, բայց շատ լավ բաներ էին գրում, ու այդ ինձ մոտիվացնում էր։ Տեսեք, նշեցիք, որ ի սկզբանե խոսել եք ձեր եւ ձեր ամուսնու ծանոթության մասին, դուք այսօր էլ շատ հաճախ եք խոսում կին-տղամարդ հարաբերությունների մասին, թե ինչպես կարող է տղամարդը ծաղկեցնել եւ հակառակը ինչպես կարող է տղամարդը կոտրել կնոջը։ Ուզում եմ վերադառնալ կյանքի ձեր այդ փուլ։ Ինչ էր կատարվում ձեր կյանքում, որ կարողանում էիք այդպես པարզ, անկեղծ եւ բաց ներկայացնել։ Երբ որ սկսեցի բլոգս,
Ես իմ կյանքի ամենամեծ աջակիցը իմ ամուսինն է։ Ես հիշում եմ այսօրվա պես, որ մոտեցա իրան, ասեցի՝ «Ար, կա մի բլոգեր, իմ շատ սիրելի Էվելինան, Պուպսիկի, որ շատ հայտնի է, դասընթաց է սկսում ու ես ուզում եմ վերցնել իր ծրագրերից մեկը, որ անհատապես իր հետ կապի մեջ լինեմ, սկսեմ բլոգս վարել»։ Մամայիս մինչև այդ զանգեցի, ասում եմ՝ «Դու հասկանում ես ինչ ես անում, դու հեսա դեկրետից գնում ես քո բանկ, շարունակես քո իրավաբանությունը»։ Արոն ասաց՝ «Հա, խնդիր չկա, մենակ սպասի, հեսա աշխատավարձս կստանամ, գումարը կտամ, կփոխանցես ու կսկսենք»։ Սկսեցի ու շատ շնորհակալ եմ, եթե հնարավորություն կա թողել կադրում, Էվելինային շատ շնորհակալ եմ, որովհետև առանց իր աջակցության ես շատ հնարավոր է որ կոտրվի, ինքը մոտիվացիա էր տալիս, ես էլ իրան խոստացել էի, որ ինքը ինչ ասի ես անելու եմ, ու այդպես ինքը ասում էր, այս ֆորմատի 4 վիդեո է պետք, ես 8 վիդեո էի տալիս, իր մրցույթներում էլ միշտ հաղթում է, այդպես ոգևորում էր էլի, ու այդպես սկսեց առաջի քայլեր, իսկ հոգեվիճակիս մասին ասեմ, լավագույն հոգեվիճակս չէր։ Շատ դժվար էր։ Ես հիշում եմ, որ Աբելես տղաս ծնվեց, այդ քաշիս ամենապիկն էր 115 կիլոգրամ է ես, կանգնեցի հայելու առաջ ու այդ հարցի տվեցի, ասի վերջը սենց է կյանքը ավարտվում, իսկ այն ուրախ կայանեն, ով միշտ դատական նիստերի էր, չգիտեմ, արխիվներում էր, սովորում էր, ես էլ այդ ընթացքում մագիստրատուրա էի սովորում, ասում հիմա անգամ մագիստրատուրա չեմ ուզում գնամ, որովհետև իմ համակուրսեցիները ինձ չեն ճանաչում, արտակնապես այտենց փոխվել է, դե ոնց որ 60 կիլոգրամ, հետո դառա 115, շատ ծանր թունավոր հղիություն եմ ունեցել, ընդհանրապես դեմոտիվացված էի, միակ նպատակս այն էր, որ ասում եմ ախր ոնց որ ինձ Արոն ուրիշ ձև է տեսնում, ինձ իմ շրջապատ ուրիշ ձև է ճանաչել, ես տարբերակ չունեմ, պիտի անպայման վերականգնվեմ։ Կան հետաքրքիրն այն, որ երբ հետևում եմ մարդկանց, ինչու՞ չէ նաև այլ բլոգերների եւ առհասարակ կյանքում իրավիճակների հանդիպելուց տղամարդը իրականում շատ կարևոր դեր ունի կնոջ կյանքում, որովհետեւ ինչպես քիչ առաջ նշեցի, հենց այդ տղամարդն է կարողանում ծաղկեցնել եւ հակառակը։ Այդ շրջանում դուք հաճախ եք նշել, որ ձեր ամուսինը ձեզ ուժ էր տալիս, անգամ դուք նրա հայացքում չէիք էլ նկատում, որ դուք դարձել եք 115 կիլոգրամ։ Երբեք չեմ զգացել, անգամ երբ որ նիհարում էի, շատ ջղայնանում էի, մոտեմ ասում եմ, «Ար լավ նիհարել եմ», չասում ես տարբերություն չեմ զգում, ասում ոնց կարաս դու տարբերություն չզգաս, ես 100 կիլոգրամ եմ, 80 կիլոգրամ եմ, հետո 60 կիլոգրամ եմ, ասում եմ անհնար է, ասում եմ իմ համար տարբերություն չկա, ու ես շատ շնորհակալ եմ, ոչ մի օր չեմ քնել այն մտքով, որ սիրված չեմ, ոչ մի օր չեմ քնել այն մտքով, որ ինչ որ մի բան իմ հետ է, ինչի ես տեսնում էի ռայստյաշկաներս, որոնք որ հղիազոլերը, որոնք լրիվ արունոտ էին, սովորական հղիազոլեր չէր։ Ես տեսնում եմ իմ կախված մաշկը, ես տեսնում եմ այն արտաքինը, որը հստակ անգամ ինձ հաճելի չէր, բայց երբեք չեմ զգացել ինձ չսիրված։ Ես գիտեի, եթե ինձ ինչ-որ բան պետք լինի, ինչ որտեղ գնալ, ինչ որտեղ ներկայացնել ինձ, Արոն միշտ շատ ամուսինս, միշտ շատ հպարտությամբ բան ներկայացել ու տարբերություն չկա հիմա էլ, հա, այս արտաքինով, այս արդեն փուլում իմ կյանքի, ինքը նույն ձև այնց ներկայացնում ամենտեղ, ոնց որ այն ժամանակ, այսինքն իր վերաբերմունքում ոչինչ երբեք չի փոխվել։ Սա կարևոր է լսեն բոլոր այն տղամարդիկ, ովքեր իրենց կնոջը կարող են բարդույթավորել կամ ցածրացնել ինքնագնահատականը մի քանի կիլոգրամ քաշի կամ մի քանի ավել կնճիռի պատճառով։ Մեծ ցավով պիտի ասեմ, որ իմ բլոգում շատ նամակներ կան, ես փորձում եմ, չեմ ասի 100%, բայց 100%-ով ինչի չեմ ասի, բոլորի նամակներին փորձում եմ պատասխանել։ Մեծ թվով նամակներ կա, որ գրում են ամուսինս ինձ դավաճանել է, որովհետև ես ավել քաշ ունեմ։ Հիմա ուզում եմ ձեր հետ նիհարեմ, որ ինքը փոշմանի։ Ես ուզում եմ ասել, 1000 անգամ ասել, նշել, ոչ մի արտաքին ֆակտոր դավաճանության, թերարժեքության պատճառ չի կարա լինի, եթե ձեզ դավաճանել են, դա խոսում է միայն դավաճանողի էության մասին։ Ես այս հաղորդում էի նայում մի քանի օր առաջ, այսինքն ոչ թե հաղորդում, այլ բերում էր, հա, ռեկոմենդացիա այդ բաժնում, որտեղ ասում են դուք եթե լինեք անխնամ տան շորերով ձեր մազերը ոչ հարդարված, կանայք են խոսում, հա, ձեր ամուսինը բնականաբար ուրիշին կնայի, ես եղել եմ այնքան անմխիթար վիճակում, որ ես ինքս ինձ չեմ ընդունել, բայց երբեք այդ
վերաբերմունքը չեմ ստացել։ Ես տեսել եմ այդ նույնը իմ տանը, իմ ծնողների հարաբերություններում, ես նույնը տեսել եմ իմ ամուսնուս տանը իրենց հարաբերությունում, իմ եղբոր ընտանիքի, այսինքն օրինակները շատ են, ու եթե ինչ-որ մեկը ներշնչի կնոջը, որ դա իր պատճառով է, բացարձակապես այդպես չի։ Արտաքինը երբեք չի կարա որոշիչ լինի, որտեղ այնպիսի շքեղ կանանց են դավաճանել ու վատ վերաբերվել, որ հաստատ արտաքինը որոշիչ չի կարող լինել։ Կանեմ, եթե խոսենք մրցակցության մասին, բլոգային ասպարեզում կարծես թե երկու մասի է բաժանվում։ Մի մասում բլոգերները անմիջականորեն իրենց հետ կապ ունեն, իրանց աջակցում են, նույն բլոգում նկարահանվում են եւ այլն, իսկ մյուս մասը հակառակը բամբասում, մրցակցում եւ այլն։ Դուք այս ոլորտում ունեք մրցակիցներ եւ առհասարակ մրցակցությանը ինչպես եք վերաբերում։ Այն մոտիվացնում է, թե Տեսեք, կոնկրետ բլոգինգում, ինչպես ցանկացած ոլորտում մրցակցություն կա։ Այստեղ խնդիրը ուրիշ է, դու կմտնես այդ մրցակցության մեջ, թե ոչ։ Միշտ ծննդաբանության մասով էլ, իրավական մասով էլ ես ասել եմ, նաև բլոգինգով, որ այն հաճախորդը, այն պացիենտը, այն վստահորդը, ով կդիմի ինձ հավանելով, իմ կերպարը հավանելով, իմ արդյունքները հավանելով, չի դիտարկի ուրիշ մասնագետ։ Եթե իրանց են դիտարկում, ուրեմն իմ մոտեցումը իրենց հոգեհարազատ չի։ Բլոգինգում ես ասեցի 3, բայց երևի 4 տարի մոտ կլինի բլոգս կա, երբեք խնդիր չեմ ունեցել ոչ մի ոլորտի ներկայացուցչի հետ, այսինքն ոչ բլոգերի հետ, ոչ իրավաբանի հետ, առհասարակ չի եղել։ Եղել է մեկ անգամ, որ լսել եմ խորհուրդ չեն տվել ինձ հետ համագործակցել, բայց ինչքանով է դա հավաստ ինֆորմացիա, ես չեմ կարող ասել, որովհետև եթե ինձ չեն ասում, կոնկրետ այս անձն ասել, ես վստահություն չունեմ, իսկ իմ բնավորությունը այսպեսին է, թե ես լսեմ, որ ենթադրենք, ինչ որ մի անձի մասին տեղեկատվություն է տվել, ես չեմ վիճի, հանրային երբեք չեմ անի, ես անձնապես կկապվեմ ու կփորձեմ շտկել այդ հարցը, որովհետև իմ համոզմունքներում, փառք Աստծո, դեռ այդպես է եղել, չի եղել գեթ մեկ մարդ, մեկ կոնֆլիկտ, որը ես տետ-ա-տետ զրույցի դեպքում չեմ շտկել, անգամ մարդիկ են եղել, ովքեր ընդհանրապես չեն հասկացել ինչով եմ ես զբաղվում կամ իմ ոլորտում դեմ են եղել իմ արտահայտած մտքին, հատկապես իրավական, առողջապահական իրավունքի հետ մասով, ես կապ եմ հաստատել, ինձ համար դա դժվար չի, մենք հանդիպել ենք ու շատ լավ ընկերացել ենք, այսինքն ես դեռ կարողանում եմ դա լուծել, դրա համար մրցակցության մեջ դեռ ոչ մեկի հետ չեմ հայտնվել, հուսով եմ չեմ էլ հայտնվի։ Կանե, չգիտեմ, դուք հանդիպել եք այդ ինֆորմացիային, թե ոչ, բայց համենայն դեպս սա իմ կարծիքն է սուբյեկտիվ, մենք կարող ենք քննարկել եւ դուք ինձ հակառակը համոզեք, ես հանդիպեցի դերասանուհիներից մեկի գրառմանը, ով նշել էր իր էջում, ով ինքը բարիատրիկ վիրահատություն է կատարել, ով նշել էր իր էջում, որ այսօր համացանցում կա հայտնի բլոգեր, ով բարիատրիկ վիրահատություն է կատարել, նիհարել է հենց կոնկրետ ձեր քաշը 65 կիլոգրամ, բայց մարդկանց սովորեցնում է, թե ինչպես առողջ սննդով նիհարել։ Ես այդ ինֆորմացիան կարդալուց չգիտեմ, համենայն դեպս ձեզ պատկերացրեցի, որովհետև չեմ ճանաչում այլ բլոգեր այդ հայտնիությամբ եւ նման արդյունքներով։ Իրականում գովելի է, որ ձեր արդյունքները այնքան ապշեցուցիչ են, որ մարդիկ չեն կարողանում հավատալ, որ մարդ կարող է այնքան կամքի ուժ ունենալ, որ իրականում նիհարել, չտրվել սադրանքներին, ինչպես եք վերաբերում նմանատիպ խոսակցություններին։ Շատ թեթև ու ոչ միայն նմանատիպ, այսինքն այդ ժամանակ դեռ 55 կիլոգրամ էի նիհարել։ Դուք հանդիպել եք այդ կարծիքին։ Ինձ ուղարկել են իմ շատ մոտ ընկերներից մեկը, ով այդ պահին ինձ մոտ նիհարել էր, բավականին էլի հայտնի ընկերս Դենիս Հովհաննիսյան, մոտ 50 կիլոգրամ քաշ էր կորցրել, ուղարկեց ինձ այդ վիդեոն, ասեց գայ տեսել ես այս հոլովակը, ասի իհարկե տեսել եմ, բայց եթե դու ինձ դա ուղարկում ես, կարող է դու էլ ես այդպես մտածում, ես ոնց կարամ տենց բան մտածեմ, ես քո հետ միասին նիհարել եմ ու մենակ դա չէ, սկզբում լսել էի նաև ներարկումների մասին, լսել էի վիրահատությունների մասին, դեղորայքի մասին, կաշկանդվել դրանից կամ ապացուցել շատ երբեք հա ստորի տարբերակով չեմ կոնֆլիկտի դուրս եկել կամ ինչ-որ ճշտումներ արել, միշտ ներկայացրել եմ փաստեր, անգամ
հարկադրված եղա մի հատված տեղադրել, հա, որտեղ որ երևում էր իմ որովայնի հատվածը, որտեղ երևում էր կախված մաշկ, որովհետև նաև գրում էին իդեալական ֆիգուրա ունեք, ասում եք ձեր սննդակարգի միջոցով եք ասել։ Ես շատ ճիշտ հագնվում եմ նաև, ինչը երբեք թույլ չի տա, որ երևա ինչ որ կախված մաշկ եւ այլն, միշտ ասեմ, չունեմ թաքցնելու ոչինչ, իմ նիհարելու ամբողջ ճանապարհը եղել է բացառապես սննդակարգի միջոցով, շատ բարդ, ու չեմ ասում իմ կազմած, որովհետև ես դեռ սովորում էի, եղել են անքուն եւ սոված գիշերներ, կհիշի ամուսինս, որ այնքան սոված է լինում, բարձը դնում էի դեմքիս, որ ոչ մեկ չլսի ու լացում էի, փորձել եմ ամեն ինչ հնարավոր է, ինձ ոչինչ չոք դեղորայքներ եմ փորձել օգտագործել, որոնք անգամ հոգեմետ ազդեցություն էին թողել, բայց եկանք այն եզրահանգման, որ անգամ բարիատրիկ վիրահատությունից հետո զգալի մեծամասնությունը քաշը հետ է բերում, ներարկումների մասին էլ չխոսեմ, թողելը հետ բերելը անգամ երկու միանշանակ, դրա համար չէ, երբեք չեմ կոմպլեքսավորվել, երբեք չեմ նեղվել դրանից, միայն մի բան կասեմ, որ երբ որ քո մասին խոսում են, ուրեմն ինչ որ մի բան դու քեզանից ներկայացնում ես տվյալ ոլորտում, իսկ ձեզ հետ համաձայն եմ Instagram-ում կոնկրետ սննդաբանության մասով, հա, այդ տվյալ պահին եւ առհասարակ երևի դիտումների քանակով, երևի, չգիտեմ, տարածումով իմ բլոգը ամենաաչքի ընկնողն է։ Ինձ նաև ես վերջում խմբային տուրի ենք մասնակցում, աղջիկներից մեկը մոտեցավ, ուրիշ աղջիկ սննդաբան է իջացից տալիս, ով էլի 55 կիլոգրամ, անի հալում, ասում է, գիտես, իրա մասին սենց բաներ են, ասում եմ, իմ մասին էլ էին նույն բաները ասում, էլի նույն բլոգերներն էին ասում, նենց որ նորմալ է, դուք երբեք չեք իմանա, կարող է այդ աղջիկ արել է, կարող է ինչ որ մեկը արել է, բայց դուք նայեք նաև իր արդյունքներին, որ ինքը տալիս է, այն մարդով, որ բարիատրիկ վիրահատության բանի հարել, ինքը շատ հավանական է, որ անգամ քաշը հետո հետ կբերի։ Իսկ այդ անքուն գիշերների ժամանակ ո՞րն էր ձեր շարժիչ ուժը։ Լինում էին դեպքեր, երբ ամբողջովին թևաթափ էիք լինում ու չէիք ուզում շարունակել։ Տղես, աբելես, որովհետև ես գիտակցում էի, որ ինքը մի քիչ էլ մեծանա վազի, ես իր հետևից չեմ կարա վազեմ։ Հոդերս էր շատ ցավում, ինքը քնում էր միայն գրկից, երբ որ ես ցենց իրան ծնկում էի մահճակալիս ու այդ վիբրացիայի արդյունքում իրան քնացնում էի, զգում էի, որ հոդերս շատ ցավում է ու գիտակցում եմ, որ ամենայն հավանականությամբ ես չեմ կարա մի քանի տարի հետո իր հետևից վազեմ։ Անկումներ շատ ա եղել, ես հիմա ասեմ, 2 անգամ քաշի շատ կտրուկ ռեգրես եմ ունեցել, քաշս վերադարձել է, հատկապես անցյալ տարի փետրվարին, երբ որ արդեն ինձ ճանաչում էին, սիրում էին, ասում էին վերջ, ինձ վլոգում գիտեն, ես նիհարել եմ ու կանգնում եմ կշեռքին 65 կիլոգրամից, ես դարձել եմ 77 կիլոգրամ ու այդ ընթացքում շատ մտերիմ ընկերուհի ունեմ, իմ 20 տարվա ընկերուհիս, ու գա լցվել, ասում չէ, չեմ լցվել ու վախենում եմ կշռ, հասկանում եմ, ես լցվել եմ։ Ու մի օր կշռվում եմ, գրում եմ Մերի, սա խայտարակություն է, ես հետ եմ հավաքել, ասում եմ Մերի, դու պատկերացրու, ես 77 կիլոգրամ եմ, ասում եմ, ինձ դրսում կտեսնեն եւ կասեն գայանեն, չգիտեմ, սննդաբանը, բայց չողացել է։ Ես իրական այդպես չեմ կարծում, սննդաբանը մարդը ինքը կարա քաշ հավաքի, բայց իմ համար դա մեծ կոմպլեքս էր, որովհետեւ ես բլոգում ցույց եմ տալիս իմ հաջողությունը, բայց իրականում դա շատ մեծ ստրես էր ու էլի անցյալ տարի փետրվարից նպատակս դրեցի ու հիմա արդեն 50-51 կիլոգրամ եմ, ինչի իմ կյանքում երբեք ես նման քաշ չեմ տեսել, ես ինձ տեսել եմ 32 կիլոգրամ եւ միանգամից 60 կիլոգրամ։ Իրականում ես փաստ եմ, որ դուք իրական կյանքում շատ ավելի փոքր եք, քան ձեր բլոգում։ Շնորհակալ եմ շատ։ Դա դες միայն գովելի է ձեր աչքին։ Գանը ինձ հետաքրքիր է նաև արդյոք ի սկզբանե պատկերացնում եք, որ ձեզ համար ստեղծված մոտիվացիան, ձեր բլոգը կդառնա բազմահազարանոց կանանց համար մոտիվացիա, այսինքն այս արդյունքը, այս հայտնիությունը երբևէ պատկերացրել եք։ Երբեք։ Ես հիմա էլ օրինակ տեսեք, դուք երբ որ ինձ զանգեցիք, առաջարկեցիք, ինձ շատ անգամ են զանգել, բայց ես միշտ ճշտում եմ, մենք ինչ արժեք ենք տալու մարդկանց, այսինքն մեր զրույցը արդյոք կարա ինչ որ մեկին գոնե մի փոքր, չգիտեմ, մոտիվացիա տալ, ինչ որ ներդրում ունենա իր կյանքին, միշտ մտածել եմ, որ հարցազրույցները երևի թե պետքա գնան դերասանները, բժիշկները, արվեստագետները, բայց չգիտեմ, անգամ իրավաբանական տեսանկյունից մի քիչ հարցազրույցների մասնակցելը նպատակահարմար չեմ գտել։
ու երբեք անգամ երբ որ նոր է սկսում բլոգս, չի կարող պատկերացնել, որ ինձ կճանաչեն, դրսում կմոտենան, հիմա էլ որ մոտենում են նկարում են, ես ամաչում եմ։ Ինձ ասում են մենք ձեզ սիրում ենք, ասում ես էլ ձեզ եմ սիրում ու չգիտեմ այդ ռեակցիան ճիշտ է, ասում են ոնց եք, ասում լավ, դուք ոնց եք կանգնում խոսում ենք, բայց երբեք չեմ պատկերացել, ինչու իմ համար հիմա շատ ուրախալի։ Ամեն այդ նոր հետևորդով երեկոյան պարկում տեսնում եմ արո 10 հոգի ատպիսկա է եղել ինձանից տխրում, տեսնում արո չէ 50 հոգի ավելացել է, այդ իմ համար շատ անգնահատելի մեծ նվեր կարամ ասեմ, տեւ այո, իրանք իմ կյանքում շատ բան փոխեցին։ Իսկ ինչ եք կարծում, ո՞րն էր այդ հաջողության գրավականը, չափից շատ անկեղծ լինելը, որովհետև ես ամենայն դեպս անկեղծ չեմ պատկերացնում, որ կարող ես էկրանի առջև այդքան անկեղծ լինել։ Օրինակ, որքան որ դուք եք, եւ ես գիտեմ մի քանի բլոգերներ եւս, որ տխրությունը, ուրախությունը, վատ հոգեվիճակը նրանց դեմքից պարզապես երևում է եւ նրանք չեն խոսում միայն ձեռքբերումների, գեղեցիկ նախաճաշների եւ գեղեցիկ հագուստների մասին։ Ես կարամ ասեմ հստակ, որ ես բլոգը երբեք չեմ դիտարկել որպես եկամուտի աղբյուր, իմ գործընկերները կփաստեն շատ հարյուրավոր համագործակցության առաջարկներ չեմ դիտարկել միայն այն մտքից, որ կարողա ես ծանոթ չեմ այդ product-ին, ինձ մոտ չստացվի գովազդել, կարողա ես չտամ այն արդյունքը, որը գովազդատուն սպասում է, ու իմ ամուսինը միշտ ասում է, իրանք այնքան են տեսնում քո լարվածությունը, որ իրանք քո հետ համաձայն են լինում։ Ես վստահ եմ, որ բլոգի հաջողությունը դրանում է եղել, որ մարդիկ տեսել են այն, ինչ որ կա, իմ հուզմունքը, ես երբեք չեմ ամանչել, ասեմ, որ այո, ես երջանիկ եմ, որ հիմա հագնում եմ այն հագուստը, որի մասին երազել եմ։ Ինձ կամ հագել եք այն մեծ հագուստները։ Երբեք, հա, ինձ համար դա երբեք խնդիր չի եղել ցույց տալ։ Ես երբեք բուլինգի զոհ չեմ եղել, բայց եղել են կարծիքներ, որոնք ինձ փոքր ժամանակ շատ մոտիվացրել են, շատ խոցել են, բայց մոտիվացրել են։ Ես միշտ երազել եմ, հա, կամ հաղորդավարի տեսքով լինել, կամ երգել, բայց ունեցել եմ մի ուսուցիչ, ով հիմա էլ բավականին հայտնի է, ինձանից ոչ այդքան մեծ, ավակ սերնդից ամեն դեպքում, ասեց դու հեռուստատեսային արտաքին չունես, քո ձայնային տվյալները շատ լավն է Գայանե ջան, բայց քեզ եթերը չի սիրի, դու քո դիմագծերը լավը չի, ու այդ ասեց բոլորի մոտ, հիշում շատ էի նեղվել, շատ ես դա բլոգում էլ կիսվեցի, հատկապես որ ինձ առաջարկ եկավ ռադիո ընկերություններից մեկում հաղորդավար լինել, ուղղակի գրաֆիկը չհարմարվեց, ինձ ոգևորված պատմեցի, նաև եղել են դեպքեր, երբ որ բեմում երգել եմ, հագուստը սետ ա եղել, ունեցել եմ սև շրջազգեստ, սև վերնաշապիկ եւ կարմիր կոշիկներ, ու Արտուր Գրիգորիչը ես իր մոտ է երգում, իր մյուզիկլին մասնակցում էի, երբ որ ավարտեցի, ասեց բալես մեջքից հետևում լսում էի, լսրա գեղացու կոշիկները նայի, ասում եմ, բայց ես լսում էի ու վայելում էի քո երգ, ուզում եմ ասեմ, որ դու հաստատ կկարողանաս, ու ես բեմից իջել եմ, նայում եմ, հասկանում եմ, որ հա, իրար հետ կապ չունեցող կոշիկներ են, կարմիր պուտիկավոր կոշիկներ են, էդ ա եղել, էդ ենք հայքել, ես չեմ կոմպլեքսավորվել, փառք Աստծո, հիմա ստեղծում ենք մեր ուժերով ու բլոգը, այո, սիրվում է, այն ինչը որ կա այս կյանքում, մարդիկ իրանց գտնում են, դրա համար սիրում են այդ հոլովակները։ Գանե, իսկ ինչ եք կարծում, տեսեք դուք նշում եք, հիմա էլ անկեղծ պատմում եք մի բան, որը կարող եք պարզապես շրջանցել, որտեղից է գալիս այդ բարդույթների բացակայությունը, դա ընտանիքի դաստիարակությունն է, դա այս պահին ձեր կայացած վիճակն է, ինչով է պայմանավորված, որ չունեք այդ բարդույթները։ Ընտանիքից չէ, որովհետև ընդհակառակը շատ խիստ, շատ փակ ընտանիքից եմ։ Իմ եղբայրը իմ հակապատկերն է։ Միակ պատճառն է, որ ես չեմ վախում լինել չընդունված։ Այսինքն ես գիտակցում եմ, որ ես երբ որ վերադառնամ տուն, այն մարդիկ, ում ես սիրում եմ, իրանք ինձ ընդունելու են, իրանք գիտեն իմ յուրաքանչյուր պատմությունը, որ ես անցել եմ, իրանք ինձ տենց են սիրել։ Եթե կան հետևորդներ, ովքեր որ ինձ չեն սիրի այս կամ այն պատմության համար, ես խնդիր չեմ տեսնում։ Մենք իրական կյանքում կհանդիպենք, իրանքից կսիրեն։ Չէ, ես չեմ վախենում չընդունված լինելուց։ Մեծ հաշվով այս կյանքը հենց ինքը բարդ է, ոչ մեկ իմ մասին մտածելով չի քնում արթնանում, իսկ այն մարդիկ, ովքեր քնում արթնանում են իմ համար անհանգստանալով, իրանք ինձ սիրում են, ընդունում են, դրա համար հանգիստ պատմեմ ու հուսով եմ, որ ինչ որ մեկի կյանքում, ինչ որ մի բալիկի, ինչ որ մի կնոջ ում ժամանակին այտենց վիրավորել են, կբերի այդ մոտիվացիան, որ
ինձ էլ են ասել, ինձ որ գրում են Գայանե ջան, դուք շատ սիրուն եք։ Ես հիշում եմ, որ եղել է դեպք, երբ որ ինձ մեկը հարցրեց, դուք ես իրոք սիրուն ես համարում, դուք հայելի չունեք տանը։ Աստված, հիմա մտածում ինչ պետք է լինի այդ մարդու հոգին, որ ինքը տենց հարց տա։ Բայց հիմա հանգիստ պատմում եմ, որովհետև այդ տենց անտակտ հարցեր այնքան է լինելու, որ տան էս կյանքում պետք է դրան պատրաստ լինել ու նայել միայն այն մարդկանց կարծիքները հաշվի առնել, ում դուք գնահատում եք եւ արժևորում եք այս կյանքում։ Ես կարծում եմ, որ ձեր ուսուցչուհին, ով ի սկզբանե հոգեբանորեն պատ է ստեղծել ձեր առջև, ասելով, որ դուք եթերի մարդ չեք, այսօր լսում է ձեզ ու իսկապես ինչ հոգի պետք է ունենա մարդը եւ հատկապես ուսուցչուհին, որ կարողանա կոտրել այն մարդուն, ով գունավոր, պատկերավոր ու գեղեցիկ ապագա է տեսնում իր համար։ Եթե անգամ դա լիներ այդպես։ Հատկապես ես եւս մեկ անգամ կկրկնեմ, ձայնային տվյալներս բավականին լավն են։ Ես երբ որ պատմում եի, այդ հատվածը տեղադրել եմ իմ ելույթներից, երբ որ ես բեմ եմ բարձրանում, ես մոռանում եմ ամեն ինչի գոյության մասին։ Ես երգում եմ, այնպես կարծես վերջին անգամ եմ երգում ու այնքան դրական կարծիքներ լսեցի։ Ես հասկանում եմ, որ այդ վիդեոյի մեջ միայն խարիզման եւ ձայնն է փրկում իրավիճակը, որ իմ արտաքինը մոդելային չի, եթերային չի, բայց ես տեսնում, որ նենց ծափեր են, նենց գոռոցներ են բեմի հետևում, այդ համասարների մեջ մրցույթից կադրեր էի դրել, այդտեղ առաջի տեղը զբաղեցրեցի ու իրանց այդ սերը, որ ես ստանում եմ, ինձ մեծ հաշվով մնացածի կարծիքը դեռ ժամանակվանից հետաքրքիր չէ, իսկ եթե պապաս չասեր, որ դու գիտես, ընտրի, եթե չեղավ, մեզ չմեղադրես, ամենայն հավանականությամբ ես այդ գծով էլ կշարունակեի։ Կան է, այսօր ձեր արտաքինը եւ մոդելային է եւ եթերային է։ Շնորհակալ։ Դե ձայնային տվյալների մասին էլ խոսեցինք, արդյոք չկա ցանկություն հայտնվել բեմում եւ ինչու՞ չէ նաեւ իրականացնել ձեր կյանքի այդ բացը եւս։ Ցանկություն շատ կա, շատ մեծ կա։ Միշտ ամուսնուս ասում եմ, հաջորդ կյանքում հաստատ երգչուհի եմ դառնալու, բայց ես չեմ կարծում, որ լինում են տենց հրաշքներ, որ միանգամից կտրուկ անցնում ես կատարում, չնայած ցանկություն է պետք, եթե լավ ցանկանաս կլինի, ես պարբերաբար ուզում եմ ինչ-որ երգից հատվածներ տեղադրեմ էջում, բայց չեմ անում, որովհետև էջս ինֆորմատիվ չեմ ուզում ամեն ինչ միտեղ հավաքել, խառնել, դրա համար չէ, բայց իհարկե ամեն անգամ կան մենահամերգներ, որ ես նայում եմ ու նստում լացում եմ Արոյին, ասում Արո, ես պիտի ստեղ երգե, ես էլ եմ ուզում երգեմ, շատ եմ սիրում։ Ձեր որդու մասին խոսենք, սովորաբար տաղանդը, երգի, դերասանության եւ այլն սերնդեսերունդ փոխանցվում է։ Արդյոք նկատում եք նրա մեջ մայրիկի տաղանդը, թե այս պարագայում տղաները սովորաբար հայրիկի կողմն են ընտրում։ Աբելը ես իր մեջ երգելու հակում դեռ չեմ տեսել, բայց ինքը շատ նման է ինձ անընդհատ սովորելու ցանկությամբ։ Ինքը դեռ 4.5 տարեկան է, անգլերենի շատ լավ է տիրապետում, ռուսերենի շատ լավ է տիրապետում, այսինքն ինքը խնդիր չունի գալիս, մամ կարանք սովորենք։ Այդ մասով ինքը հաստատ իմ տղան է, որովհետև անընդհատ կարողամ մի հատ գիրք կարդամ, մի հատ էսրա մասին պատմի։ Շատ եմ ուզում ինքը երգի, շատ միշտ ամուսնուս ասում, արի եթե ինքը երգի, ես իր համար աշխարհը շուռ կտամ։ Ես ինչ հնարավոր է անել, որ ինքը կայանա, ես կանեմ, բայց դեռ չեմ նկատել, որ ինքը հակում ունի կամ սեր ունի։ Բայց ինձ ասում է մամա, որ մեքենայի մեջ գնում ենք ինչ որտեղ երգում եմ, հենց երգը ընդհատվում է, մամա ջան, երգի, ասում է տղես դուրդ գալիս, ասում է հա, ու Արոյին ասում ինքը իմ երազանքների երեխեն է, որովհետև մենակ ինքն է ինձ ասում մամա ջան, երգի։ Մենակ ինքն է ուժ տալիս, որ կանը վերադառնալով կրկին բլոգին եւ նիհարելու թեմային ուզում եմ ձեր խորհուրդը տակ բոլոր այն կանանց, ովքեր որ գտնվում են իրենց համար ծայրահեղ վիճակում եւ այդ ծայրահեղ վիճակի հետևանքով ստեղծված ծայրահեղ հոգեբանական վիճակում եւ կարծում են, որ չկա կյանք այդ կետից հետո։ Ուզում եմ այս տարբերակով եւս ձեր խորհուրդը տակ, ինչքան էլ որ ասում եք չհանձնվեք, ուժ ունեցեք, բայց դուք էլ կփաստեք, որ դժվար է։ Ես հիշում եմ, որ իմ ծանոթ աղջիկներից մեկի story-ն տեսա, close friend, որը որ գրել էր կյանքը ավարտվում է ծննդաբերությունից հետո ու ես իրան դրեցի, չոլորեցի, լիքը voice-եր ուղարկեցի, որտեղ նկարագրում էի իմ հոգեվիճակը, որ ես կանգնում էի հայլու առջև, ասում եմ կյանքը ավարտված է, ես ելք չէի տեսնում։
երբեք չեմ կարող ասեմ սկսի սիրել ինքդ քեզ, քաշդ կնվազի, այդպես չի աշխատում ցավոք սրտի։ Երևի միակ բանը դա մաքսիմալ փորձել ինչ որ ժամանակ հատկացնել ինքդ քո համար, որովհետև մամաները գրում են Գայանե ջան, ունեմ 2 բալիկ, չեմ հասցնում ինձ համար պատրաստ եմ, ամուսինս շատ, չգիտեմ, սիրում է տապակած սնունդ, ես իմ համար չեմ կարող պատրաստել առանձին, այդ արանքում պետքա ուղղակի մի փոքր ժամանակ ինքներս մեզ հատկացնենք, երբ որ առաջի արդյունքները տեսնում ես, էլ կանգ չկա, ես վստահ եմ, երբ որ տեսնում ես այդ առաջի փոփոխությունը, առաջի կորցրած կիլոգրամները մի կողմ, առաջի թեթևությունը, որովհետև շատ դժվար է, ինքը ծանր բեռա ոչ միայն քաշի տեսքով, այլ նաև առողջական խնդիրների, այլ նաև հոգեբանական, երբ որ դու տեսնում ես մի տեսակ մոտիվացիա, ապրելու ցանկությունը ինքը լրիվ վերադառնում է, դրա համար առաջին միակ խորհուրդը փոքրիկ քայլեր անել դեպի ժամանակի տրամադրում ինքդ քեզ։ Իսկ այն կանանց, ովքեր որ կարծում են, որ դրա մեջ կարևոր նախապայմանը սոված մնալն է։ Ես իրենց չեմ մեղադրում, բոլորս էլ այդպես կարծել ենք։ Իմ առհասարակ սննդաբանների միջազգային դպրոց ընդունվել է ինչպես եղավ։ Ես մագիստրատուրայի սովորում, առողջապահական իրավունք, իմ դասախոսը ինձ շատ էր սիրում, տեսավ, որ ավել քաշ եմ հավաքել, քանի որ մինչև դա էլ է իր մոտ սովորում բակալավրում, ասեց Գայանե ջան, ընդունվի սննդաբանների դպրոց, դա քեզ կլինի մոտիվացիա, որ դու նիհարես, որտեվ գիտեր, ես որ ընդունվեմ կնիհարեմ, որովհետև պիտի ապացուցեմ, չէ, որ սննդաբանն եմ, լավն եմ։ Երբ որ ընդունվեցի սննդաբանների միջազգային դպրոց, իմ առաջի հարցը իմ բժշկին եղավ արդյոք հնարավոր է ուտելով նիհարել։ Ու ինքը ասաց, իմ բժիշկ դասախոսը ասաց, որ Գայանե ջան, ինչ ուզում ես արա, դու պետք է կալորիայի դեֆիցիտը պահպանես, դա կարող լինի մեծ չափաբաժինների քիչ կալորիական սնունդ, դա կարող լինի փոքր չափաբաժիններով դու սոված լինես, բայց ուտեսան ինչ որ դու ուզում ես։ Ուղղակի մի դեպքում մարմնիդ, մաշկիդ եւ մազերիդ որակը կտուժի, դու կուտես ենթադրենք fast food, ենթադրենք 1500-1800 կալորիայով, դեֆիցիտդ կստեղծես, կնիհարես, բայց որակը այն չի լինի։ Կամ կարող ես ուտել առողջ սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր ու ստաբիլ նիհարել։ Ես երկուսն էլ արել եմ։ Երկուսն էլ արել եմ, որովհետև պահա լինում, որ էլ չես ուզում։ Ոչ ուզում ես պատրաստես, ոչ ուզում ես ուտես, ոչ ուզում ես հետևես, երկու դեպքն էլ պետքա, ինչի՞ չէ, այո, երբեմն կարելի է, ինձ միշտ ասում են, դեպք ա եղել, որ ֆուդ կորտերից մեկում սնվում են, լամաջո էի ուտում, ու այդ ընթացքում սթորի նկարեցի, ասեցի երեխեք այնքան երկար եմ սպասել այս բան, հիմա ուտելու ենք լամաջո, ու այդ սթորից գե ոնց դուք լամաջո եք ուտում, ես ուզում օֆիցիալ ասել, ես ուտում եմ ամեն ինչ եմ ուտում, եթե որոշել եմ հստակ, որ պիտի ուտեմ fast food, ուրեմն մի քիչ եմ ուտում այդ fast food-ը, եթե որոշել եմ, որ պիտի սոված չլինեմ, ուտում եմ մի քիչ շատ, բայց բալանսավորված։ Դուք նշեցիք, որ երեխայի ծննդից հետո էր հատկապես ձեր քաշի ավելացումը, իսկ այսօր, երբ արդեն գրագետ եք այդ ոլորտում, երբ արդեն գիտեք, թե ինչպես պետք է անել, որ այդ կետին չհասնել, չկա այդ ներքին վախը, այնուամենայնիվ, որ երկրորդ բալիկից հետո միգուցե այդ ամենի միջով կրկին անցնեք։ Շատ մեծ վախ կա, շատ, որովհետև գիտեք, անկառավարելի էր այդ ընթացքը ինձ համար, այսինքն ես ուտում էի, երբ ազատ է լինում, երբ էմոցիոնալ ինչ-որ ոչ ստաբիլ վիճակում է լինում, ես սնունդ էի ուտում, հատկապես որ շատ զբաղված էի ու կտրուկ դեկրետի անցա, որովհետև հղիությունս թունավոր էր, այդ պասիվությունը ինձ բերում էր, միակ բանը, որ փրկում էր, այդ սնունդն էր։ Ու հիմա երևի մեծագույն խնդիրը, որ ես չեմ էլ մտածում, դա այդ վախն է եւ իհարկե թունավոր հղիություն ունենալու վախն է, բայց չէ, վախը միշտ կա, որովհետեւ ընթացքը անկառավարելի է, մենք ինչքան էլ մեզ կառավարենք, ինչքան էլ փորձենք բալանսավորված սնվել, հատկապես այդ հուզական հղիության ընթացքում պահը կարող լինեն ոչ վերահսկելի։ Վստահ եմ հիմա էկրաններից այն կողմ կանայք են դիտում ձեզ ու չեն էլ պատկերացնում, քանի որ դուք այս պահին բավականին ուժեղ տպավորություն եք թողնում, բավականին ինքնավստահ եք, բավականին գեղեցիկ եք, չեն էլ պատկերացնում, թե ինչ ճանապարհ եք անցել, եթե օրինակ չեն հետևել ձեր բլոգին, չեն տեսել ձեր տեսանյութերը, ձեր էմոցիաները, նախկինի մասին խոսելուց կամ հենց նախկին տեսանյութերը։ Մեկ նախադասությամբ շատ հակիրճ կարող եք պատմել ինչից ինչ դարձաք։ Հոգեբանական տեսանկյունից, ինչ ապրումներից
Ուր հասակ։ Երևի մեկ նախադասությամբ չգիտեմ։ Կարող եք ավելի ծավալուն ասել։ Չէ, ուղղակի շատ կարևոր է նշել, ես երբեք ինքնավստահության խնդիր չեմ ունեցել։ Երբեք։ Դա շատ կարևոր։ Հա, ինչի եմ դա նշում, որովհետև իմ ընկերները ամենամոտ զարմացած են իմ վիդեոներից, մենք գայուշ անգամ իմ քույրիկը, ինձ գայում մենք երբեք չենք մտածել, որ դու ընկճված ես եղել, որ դու կոմպլեքսավորված ես եղել, որովհետև երբեք։ Ես ոչ թե փորձել եմ թաքցնել, այլ երբ որ հանդիպում եմ ընկերներին, ես դուշա կամպանիա ոնց է նորտես շատ սիրում եմ շփվել, խոսալ, այսինքն այդ ներքին ինքս իմ մեջ էր այդ կռիվը, ես ինքս իմ մեջ ուզում եի հասկանալ ոնց եղավ, լավ, ինչի համար եղավ, ես ինչ որ պահը բաց թողեցի, որ այդ Գայանեն, որը բոլորի կողմից սիրված է, երբեք չի ունեցել խնդիր ինչ որ ընկալվելու եւ այլն, երբ իրամ sense բաց թողեց ու միակ բանը, որ կասեմ, շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ, որ կյանքում ինձ չեն ստիպել, ես ինձ զգամ ոչ վստահ, այսինքն ես ինձ պահել եմ վստահ, իմ ընկերներն էլ դա ընդունել են ու հետո զարմացել եմ, փոստորեն դու այդ ժամանակ ինքնավստահ չես, ու փաստորեն ոչ։ Գանը իրականում շատ հաճելի է լսել ձեզ, շատ հաճելի է հետևել ձեզ, ու վստահ եմ, շատ կանանց դուք օգնում եք, թեկուզ ոչ թե սննդակարգ տրամադրելով եւ այլն, շատ կանանց օգնում եք, որպեսզի հասկանան, որ դա այն կետը, որին որ հասել են, դա վերջը չէ եւ մեկ օր համբերատարության եւ ուժեղության շնորհիվ կարող են հասնել նաեւ բոլորովին այլ կետի։ Միանշանակ, ես միշտ նշում եմ իմ ցանկացած հոլովակի վերջում, որտեղ որ խոսվում է անցած ճանապարհի մասին, ես միշտ մտածել եմ, որ անհնար է։ Փորձել եմ բոլոր հնարավոր մեթոդները, փորձել եմ լսել եմ բոլոր հնարավոր կարծիքները, բայց երբ որ կա նպատակ, երբ որ կա երազանք, միշտ ստացվելու է, չի կարող չստացվի ցանկացած ոլորտում։ Կանը եւ հաղորդման վերջում ուզում եմ տալ այն հարցը, որը բոլոր հյուրերից տալիս եմ ու հետաքրքիր է այս պարագայում ձեր պատասխանը, թե որն է ձեզ համար բացարձակ արժեք։ Սերը Աստծո կողմից, ես իմ կյանքում ինչ ունեմ, ինչի հասել եմ, բացառապես Աստծո սիրո եւ օրհնության շնորհիվ է։ Շնորհակալ եմ գալու համար, շնորհակալ եմ, որ մոտիվացիա եք այլ կանանց համար։ Ես եմ շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Եթերում բացարձակ արժեքներ, կհանդիպենք։